Միջոցով խոսանք, նորից մի անգամ հնարավորություն ունենալով հիշելու այն մեծ գործը, ինչ որ Տերը կատարել է 2000 տարի առաջ, որի արդյունքը մենք այսօր վայելում ենք, ուրախ ենք եւ գիտենք, որ այդ ամենը մեզ կբերի դեպի հավիտենական կյանքը։ Սիրելի քույր եղբայրներ, մենք բոլորս էլ լավ գիտենք, ես չգիտեմ, 29 տարի ինչ որ մենք անկախ եկեղեցի ունենք, մինչև այդ ուրիշ եկեղեցում ենք գտնվում, բայց այս եկեղեցին շուտով 30 տարի, մյուս տարի ապրիլի 20-ին 30 տարի բոլորի, որ մենք այստեղ ենք գտնվում, ուրախություն ունենք եւ գիտենք, որ Տերը մեզ հետ միասին է, որովհետև 30 տարվա ընթացքում Աստված մեզ տարել է դժվարություններով, նեղություններով, ովքեր որ սկզբից էին, նրանք գիտեն, թե ինչպիսի վիճակներ էր կատարվում, բայց Տերը տարավ, բերեց մինչև այստեղ ու հնարավորություն տվեց այսօր, ինչպես միշտ, հիշելու այն կարևոր իրադարձությունները, ես էլ եմ ասում, այս ժամանակվա ընթացքում դեռ չգիտեմ, չեմ հիշում, թե մի օր կար, երբ որ 2 տոն միասին ենք արել մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ եւ հաղորդության սեղանը, որն որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի հետ է կախված։ Բայց այսօր այդպես է, ու մենք պետք է նորից եւ նորից հասկանանք, նախ առաջինը, մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռնելը մի փոքր ժամանակ առաջ, մի քանի օր առաջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը կատարեց մի գործ, որն որ այսօր հայտնի է ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ։ Մենք այս գործողությունը հիշելով նորից եւ նորից հաստատվում ենք մեր կյանքի մեջ, որ այն անձը, որն 2000 տարի առաջ եկավ, որպեսզի մարդկության համար փրկություն բերի, իրականում նա էր, որովհետև բացի դրանից, որ մենք կարդում ենք նոր ուխտի մեջը այն իրադարձությունը, որ կատարել է, քիչ հետո կկարդանք, այս իրադարձության մասին գրված է տարբեր տեղերը։ Ես մի 3 տեղ կկարդամ ձեզ համար հին ուխտումը, պատկերացրեք, հին ուխտում Աստված ծրագրելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ, այն ժամանակ դեռ սկսած այն ժամանակից ինքը վկայություն տվեց ու ասեց, որ այդ բանը պետք է եղնի ու մինչև առ այսօր այդ վկայությունները կա։ 3 տեղ մեկ պիտի կարդամ, ավելի շատ տեղեր է գրված, բայց ժամանակի պատճառով 3 տեղ եմ ուզում կարդալ։ Առաջի տեղը գրված է Ծննդոց 49 գլխի մեջը։ Տեսեք, դեռ ժամանակի սկզբներին, երբ որ նոր Իսրայել ժողովուրդը կազմավորվում էր, երբ որ Իսրայելը կամ Հակոբը ուրիշ ձևով ասած, արդեն մեռնելու ժամանակ օրհնում էր իր որդիներին մեկ առ մեկ, դու գիտեք 49 գլուխը լրիվ օրհնանքի գլուխ է, իր որդիներին, 12 որդիներին, այդ որդիներից մեկին, Հուդային, որից դուրս եկավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ֆիզիկական մարմնի մեջը, այսպիսի խոսքեր է ասում։ Ծննդոց 49, 10, 11։ Ընտրում եմ ուշադիր լսեցեք այս կարևոր գաղափարները։ Չպակասե իշխանությունը Հուդայից եւ օրենսդիրը նրա ոտքերի մեջ տեղից, մինչեւ որ Սելովը, հայկական Սելովը գրած, ռուսերեն գրված է Իզբավիցել, փրկողը գա եւ նրան է ժողովուրդների հնազանդությունը։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք 11-ը։ Նա իր ավանակը որդին կկապե եւ ազնիվ որդին իր էշի ծակը, գինով կլվանա իր պատմուճանը եւ խաղողի արյունով իր հանդերձը։ Այս առաջի վկայությունն է, որն որ կատարվեցավ այսօրվա համար, երկրորդ վկայությունը Եսայա մարգարեության մեջ, ոնց կարող է առանց Եսայա ինչ որ մի բան կատարվի, Եսայա մարգարեության մեջ 63-րդ գլխի, ընտրում եմ ուշադիր լսեցեք, 63 գլուխ, 1-ից 2 համարները։ Այնտեղ կոնկրետ էշերի մասին գրված չկա, ինչպես գրված էր քիչ առաջ, բայց մենք տեսնում ենք, որ այստեղ էլ է այդ բանը գրվում։ Եսայա 63 глава 1-2 стихи։ Ով է սա, որ գալիս է Եդոմիցը, հանդերձները կամրած, բոսորի սա, որ փառավորված է իր հագուստովը եւ ծածանվում է իր շատ զորության մեջ։ Ես, Տերն է ասում, որ խոսում եմ արդարությունով, ես կարող եմ փրկել։
Ինչու համար կարմիր է քո հագուստը եւ քո հանդերձները հնձան կողողի հանդերձի պես։ Այս երկրորդ մարգարեությունը, որն որ Տերը տվեց, ու երրորդ շատ հայտնի մարգարեություն, որն որ Զաքարիա մարգարեության մեջ գրված է, այսպես է հնչում։ Զաքարիա 9-րդ գլուխ 9-րդ համարը։ Զախարիա 9 глава 9 стих։ Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակիր, ով Երուսաղեմի աղջիկ։ Ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, նա արդար ու փրկագործ է, հես եւ էշի վրա հեծած, այսինքն էշի ձակի, ավանակի վրա։ Հետաքրքիր է, գիտեք, այս մարգարեությունը, որ գրված էր, հրեաները շատ լավ գիտեին նաեւ նրանք, ովքեր որ ժամանակին Աստծո խոսքը կարդում են, որովհետև դուք գիտեք որ մենակ հրեաները չէ որ Աստծո խոսքն են կարդում։ Մարդիկ, որոնք որ ընդունել են հրեական օրենքը, հրեական հավատքը, նրանք նույնպես ուսումնասիրում են Աստծո խոսքը եւ նրանք նույնպես գիտեին որ ժամանակ կգա, երբ որ թագավորը էշի վրա նստած կմտնի Երուսաղեմ։ Ու գիտեք ինչն է ավելի կարևորը, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ եղել է դեպքեր, երբ որ մարդիկ, որոնք որ գիտեին ու այս մարգարեությունների մասին փորձ էին կատարել ներս մտնելու Երուսաղեմ, այնպես ինչպես որ մարգարեության մեջ գրված է։ Հայտնի մի պատմաբան Հովսեփ Ֆլավեցին, ռուսերեն ասում են Իոսիֆ Ֆլավի, որն առաջի դարում էր ապրում ու Աստծո խոսքին զուգահեռ ապրում էր այն ժամանակը, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ֆիզիկապես այստեղ էր գտնում, այսպիսի բան է ներկայացնում երկու դեպք։ Առաջի դեպքը, երբ որ մի եգիպտացի, որն որ շատ լավ գիտեր Աստծո խոսքը, որոշեց իմիտացիա անի այս մուտքը Երուսաղեմ ու ինքը, գիտեք, ամենահետաքրքիրը մոտավորապես 30,000 մարդ հավաքեց իր շուրջը ու ինքը մտավ Երուսաղեմ, այդպես էշի վրա նստած, բայց այն ժամանակ հռոմեացիք, որոնք որ դուք գիտեք որ հռոմեական իշխանության տակ էր գտնում ամբողջ Հրեաստանը, հռոմեացիք շատ զգույշ էին ու երբ որ մի քիչ մարդիկ էին հավաքում, իրանք միանգամից գալիս են եւ այդ բազմությունը քշում էին, որովհետեւ իրանք գիտեին որ եթե հանգած շատ մարդիկ լինեն, ապստամբություն կլինի, խնդիրներ կլինեն ու այս ցավալի վիճակը այն եղավ որ այսքան մարդիկ քշվեցին հռոմեական զինվորների կողմից, շատ զոհեր եղավ, այդ եգիպտացին էլ փախավ գնաց ու կորավ։ Դրանից հետո ոչ ոք չեն տեսել։ Մինչև այդ էլի մի մարդ, որն նույնպես էշի վրա նստած 10,000 մարդ հավաքեց ու մտավ էլի Երուսաղեմ, իմիտացիա անելով այս մարգարեությունը, բայց էլի ցախողվեց։ Էլի մեծ զոհեր, էլի շատ մարդիկ մեռան, դրա համար որ հռոմեացիք չէին սիրում, որպեսզի շատ մարդիկ հավաքեին։ Ու այսպես դեպքեր եղավ ու հետաքրքիրը գիտեք ինչ է որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը գիտեր որ այդ դեպքերը եղել է, բայց քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ոչ թե կեղծ Քրիստոսն էր, այլ իրական Քրիստոսն էր, ինքը չմտածեց, երևի չասեց, այդպես երկու հոգի արդեն արեցին, ոչ մի բան չստացվեց, ես ոնց պետք է անեմ որ ստացվի, հռոմեացիք շատ զգույշ էին, նորից եմ ասում, չէին սիրում հավաքույթներ, առանձնապես հրեաների հավաքույթները եւ դրա համար ամեն ինչ կանխում էին։ Բայց նայեք հետաքրքիրը ինչ է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի գործը կատարվեցավ ու ինչն էր պատճառը որ նրանց գործը ձախողվեցավ, իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գործը հաջողվեցավ, որովհետեւ Տերը մեր Տեր Հիսուս Քրիստոսը իսկական Քրիստոսն էր, որն որ պետք է գար մարդկությանը փրկության համար։ Եվ այդ երկուսը, որոնք որ էշով ներս էին մտնում, իրանց գլխավոր նպատակն էր թագավորությունը։ Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար գլխավոր նպատակը խաչն էր։ Նա խաչի ճանապարհով գնաց ու դրա համար Աստված հաջողեցրեց նրան, որովհետև ինքը եկել էր հենց դրա համար, որպեսզի առաջի հերթին ցույց տար, որ ինքը իրականում այն Քրիստոսն էր, որն որ պետք է գար։ Այս երեք մարգարեությունը արդեն մեզ հնարավորություն է տալի հասկանալու, որ իրականում Քրիստոս այն անձնավորությունն էր, որ եկավ մարդկությանը փրկության համար։ Ու գիտեք, մենք ունենք նոր կտակարանային վկայություն, ես ուզում եմ կարդալ ձեզ Մատթեոսի ավետարանի մեջ գրված այս գաղափարները ու ելի նույն հարցը, որն որ
ամեն տարի, արդեն 29 տարի մենք այս ծառայությունը կատարում ենք, այսօրվա այս Մետր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ ու 29 տարվա ընթացքում մենք նույն հարցն ենք տալի, որի պատասխանը ամեն անգամ տալիս ենք։ Ու ես ինչքան հիշում եմ, ոչ մի անգամ կրկնված չի եղել մեր հարցերը։ Ամեն անգամ մենք երբ որ հարցը առաջանում սա ով է, մենք միշտ պատասխանը գտնում ենք տարբեր ձևի, որտեղ Հիսուսի մեծ սպեկտրա Հիսուսի ծառայությունը ով է նա, այնքան բաներ կա, որ եկեք կարդանք Մատթեոսի 21-րդ գլխի առաջի համարից սկսած։ Матфея 21 глава с 1 стиха начиная. Եվ երբ որ Երուսաղեմին մոտեցան եւ Բեթփարդե եկան Ձիթենած սարի մոտ, այն ժամանակ Հիսուսը երկու աշակերտ ուղարկեց եւ ասեց նրանց. Գնացեք այն գյուղը, որ ձեր առաջինն է, եւ շուտով այնտեղ մի էշ կգտնեք, կապած, եւ մի ավանակ նրա հետ։ Արձակեցեք բերեք ինձ մոտ։ Եվ եթե մեկը բան ասե ձեզ, ասեցեք թե նրան տիրոջը պետք են, եւ նա շուտով կուղարկի նրան։ Բայց այս ամենը եղավ, որ կատարվի Մարգարեի ձեռքով խոսվածը, որ ասում էր. ասեցեք Սիոնի աղջկան, ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս, հեզ եւ էշի ու ավանակի կորակի հեծած։ Աշակերտներն գնացին ու արին ինչպես որ Հիսուսը հրամայեց նրան։ Էշը եւ ավանակը բերին եւ իրենց հանդերձները նրանց վրա գցեցին եւ իրենց հանդերձները նրանց վրա եւ նա նրանց վրա նստեց եւ խիստ շատ ժողովուրդ իրենց հանդերձները ճանապարհի վրա փռեցին։ Ուրիշներն էլ ծառերի ճյուղերից էին կտրում եւ ճանապարհում փռում եւ առաջի եւ հետեւի գնացող ժողովուրդը աղաղակում էին ու ասում. Ով սանա Դավիթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, ով սանա բարձունքներում։ Երբ որ նա Երուսաղեմ մտավ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց. Սա ով է։ Եվ ժողովուրդները ասում էին. Սա Հիսուս Մարգարեն է Գալիլեայի Նազարեթից։ Մինչև այս պատասխանը եւս մի պատասխանը տանք, թե սա ով է, որովհետև հետաքրքիր է, գիտեք, որ մարդիկ, որոնք որ ապրում են այն ժամանակ ու առնչվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, իրանք Տիրոջը տեսնում են ինչպես մի հրաշագործ մարդ, որը կարող էր բժշկել, կարող էր մեռելներ հարություն առնել, կարող էր լավ քարոզություն, վարդապետական քարոզություն տալ, եւ ինչպես մենք Մատթեոսի ավետարանում կարդում ենք, իր քարոզությունը իշխանություն ունեցողի նման էր։ Եվ ոչ թե ինչպես փարիսեցիների դպիրների նման, բայց միևնույն ժամանակ, երբ որ իրանք տեսան այս հրաշքը, ինչ որ կատարվեցավ այս ժամանակ, երբ որ իրանք տեսնելով, հիշելով այն ձախողումները, որ մինչև այդ կատարվել են ու այս հաջողությունը, որ Տերը խաղաղությունով ու հաջողությունով կարողացավ մտնել Երուսաղեմ, իրանք բարձր պետք է հարցնեին սա ով է։ Ու մինչև այս հարցի պատասխանը տալը ես ուզում եմ մի կարևոր բան հիշեցնել ձեզի, որովհետև մենք հիշեցինք, չէ՞ որ այն մարդիկ, որոնք որ մինչև այդ փորձել էին նույն իմիտացիան անել, ինչպես Աստծո խոսքի մեջ գրված է ու ձախողվել են, 30 եւ 10,000 մարդիկ հավաքելով նրանք այդ արեցին, բայց չհաջողվեց իրենց կյանքի մեջ։ Այն ժամանակ Երուսաղեմում մոտավորապես 150,000 մարդ էր։ Այդ մեծ քաղաք էր, այսօր մեր քաղաքների նման չէր, որ միլիոնավոր մարդիկ են ապրում, այն ժամանակ քիչ էին մարդիկ, չկար բարձր շենքեր, որտեղ որ մարդիկ կարող են ապրել, 150,000 մարդը բավականին մեծ քաղաք էր կոչվում եւ պատկերացրեք, որ այդ 150,000 մարդկանցից մոտավորապես 50,000-ը այդ ժամանակ ներկա էր։ Այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ այն 10-ից ու 30-ից ավելի բարձր էր։ Մոտավորապես 50,000 մարդ կանգնած էին ու ովսանային գոռում, ունդեղ մի շատ կարևոր բան կատարվեցավ, որն որ մեզ համար կարծես թե սովորական բան է, ինչ եղավ որ շորերը հանեցին, փռեցին գետին։ Դա մենք այնքան շորեր ունենք, որ կարող ենք փռել ինչքան ուզես, բայց հիշեցեք որ այն ժամանակ շորը շատ մարդկանց համար այնքան թանկ բան էր։ Մի քարոզիչը ասեց պատկերացրեք որ վերցնես ու դու մի հատ մեքենա ունենաս ու մեքենա դնես Հիսուսի ոտքերի առաջը։
այդքան մեծ թանկ էր, առանձնապես աղքատ մարդիկ, որոնք որ չունեին փող, իսկ շորը շատ թանկ էր, շատ քիչ ունեին, կարող է պատահի մի կամ երկու ձեռք հազիվ ունենային ու պատկերացրեք այդ շորը, որ իրանց համար այդ թանկ էր, իրանք հանում էին ու փռում էին Հիսուսի առաջը, որպեսզի նա ոտնակոխ անելով կարողանա անցնի։ Եվ բնական է մարդիկ տեսնելով այդպիսի թանկարժեք զոհը, որ մարդիկ կատարում են, բնական է պետք է հարց տային, սա ով է, որ մարդիկ այսքան զոհաբերում են իրանց շորերը միջև անգամ, որպեսզի այդ անձնավորությունը կարողանա փառավոր մուտք գործի Երուսաղեմ։ Այո, Տերը իսկական արժանի է, որպեսզի ոչ միայն շորը, այլ վերջինը տնին, նա ոտքերի առաջը, որովհետև ինքը որ ծնվեց այս երկակնդի վրա, դուք գիտեք, որ ինքը ծնվեց Մսորի մեջը, անասունների փառախումը ծնվեց, որ ինքը Աստված լինելով տիեզերքի թագավոր, ինքը կարծես թե արժանի էր ծնվելու պալատների մեջը, բայց Մսուրի մեջ ծնվելով ինքը հնարավորություն տվեց հասկանալու, որ ամենավերջի աղքատ մարդն էլ հնարավորություն ունի փրկվելու, ամենավերջի մեղավորն էլ հնարավորություն ունի փրկվելու։ Դուք գիտեք, որ իր կյանքն էլ այնպիսի կյանք էր, որ ինքը ապրում էր մի ընտանիքի մեջ, որն որ հյուսնի ընտանիք էր, դուրգար ընտանիքը։ Այն ժամանակ այդքան մեծ կարողություն ունեցող մարդիկ չէին, դուրգարները, հյուսները, դրա համար ինքը ամբողջ կյանքի մեջ չուներ այնպիսի հնարավորություն, որ կարողանար վայելել այս կյանքի ուտելիքը, խմելիքը եւ ուրիշ շատ բաներ, որոնք հարուստները վայելում են։ Դու գիտեք, որ երբ ինքը սկսեց իր ծառայությունը, ինքը իր բերանով ասեց. Միջև անգամ անասունները, թռչունները իրանց որջերը եւ բները ունեն, իսկ մարդի որդի գլուխը դնելու տեղ չունի։ Հետո արդեն վերջումը, երբ որ ամենակարող Աստված մարմնի մեջ գտնվելով ինքը ամեն ինչ արեց, ապրեց այս կյանքի մեջ 33.5 տարի ու ամբողջ իր կյանքի մեջ մի անգամ գոնե մեղք չգործեց, որպեսզի նրան մեղադրեին ինչ որ պատճառով, ինքը վերջի վերջով ամենավերջի ավազակի նման մեռավ։ Ամենավերջի, որովհետև այն ժամանակ խաչի մահով սպանում էին հռոմեացիք այն մարդկանց, ովքեր որ իրականում ավազակ են ու հանցագործ։ Ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը ավազակների ու հանցագործների նման մեռավ։ Բայց մենք բոլորս լավ գիտենք, որ ինքը անմեղ էր, արդար էր եւ իր մահը ոչ թե իր արած գործողության պատճառով, այլ բոլորիս արած գործողության։ Որ մեր տեղը մեռնելով, մեր ավազակների, հանցագործների սխալական մարդկանց տեղը մեռնելով ինքը մեզ հնարավորություն տվեց հավիտենական կյանք ունենալու։ Ինքը մեր տեղը մեռավ։ Դուք հիշեք, որ այն խաչի վրա, որտեղ որ Տերը պետք է Տերը մեռավ, մենք պետք է մեռնենք, իմ սիրելի քույր-եղբայրներ, իմ սիրելի բարեկամներ։ Մենք պետք է մեռնենք, որպեսզի մենք իսկական հատուցումը ստանանք մեր արած կյանքի համար, մեր մեղավոր կյանքի համար։ Բայց Տերը ինքը մեր տեղը մեռավ։ Այսօր մենք խոսալու ենք նրա փոխարինական զոհի մասին, որ Տերը արժանի էր փառքի պատվի երկրապագության ու շարունակում է մնալ արժանի փառքի պատվի երկրապագության, բայց ամենացածր, ամենանվաստացիչ մահով մեռավ, որպեսզի ես եւ դուն հավիտենական կյանք ունենանք։ Եսայա մարգարեն, էլի նույն են Եսայա մարգարեն, որն շատ բաներ է գրել մեզ համար ու մեզ հնարավորություն է տվել ճանաչելու ու ճաշակելու Քրիստոսի քաղցությունը, այսպես է գրում Եսայա 53-րդ գլխի 4-5 համարներում։ Ընտրում եմ ուշադիր լսեցեք այս երանելի գաղափարները, որոնք Աստված մեզ ներկայացրել է իր մարգարեի միջոցով։ Եսայա 53 глава 4-5 стихի։ Երավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարվում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած, բայց նա, ուշադիր լսեցեք, մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Հասկանում եք, Եսայան ոնց է ներկայացնում, ասում է, որ մեր մեղքերի համար վիրավորվեցավ, մեր անօրենության համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ ու նրա միջոցով մենք բժշկվեցանք։
Բժշկվեցանք ինչպես, ֆիզիկապես։ Այսօր շատ քրիստոնյաներ կա, ճշմարիտ քրիստոնյաներ, որոնք որ անձնատուր ծառայում են Տիրոջը, հիվանդներ են։ Մենք այսօր պետք է հասկանանք, որ Տիրոջ զոհը ոչ թե մեր ֆիզիկական մարմնի համար է, որ մենք լավ ապրենք, փող ունենանք, առողջ եղնենք, կարողանանք խաղաղության մեջ եղնենք ու ամեն ինչ լավ եղնի մեր կյանքի մեջ։ Իհարկե, այտենց եթե լիներ լավ կեղնի, մեր կողմից, բայց Տիրոջ համար մեր այս ֆիզիկական մարմինները ոչ մի նշանակություն չունի, իմ սիրելիներ։ Տիրոջ համար կարևորը մեր հոգիներն է, որովհետև նայեք ամեն մեկս մեր կյանքը։ Այստեղ շատ մեծահասակներ կան, որոնք որ կարող են, ինչպես ես էլ 65 տարեկան մարդ, ինչպես ես էլ կարող եմ ասել, վկայել, որ ես չեմ հասկացա, թե ինչպես ես 65 տարիները տրավ գնաց։ Կացեց 3 երիտասարդ թռվռուն, այսօր արդեն մեծահասակ մարդ եմ։ Ու ես գիտեմ, որ շատ քիչ ժամանակ եւ եթե Տերը միջև չգա իր եկեղեցին տանելու, ես կննջեմ, ինչպես շատ մարդիկ կննջեն հավիտենական կյանքի պատրաստվելու համար։ Երբ որ մեռելների հարություն կեղնի եւ ես հարություն կառնեմ Տիրոջ ողորմության համեմատ։ Շատ ժամանակ չի գա։ Ու Տերը ինձ ու ձեզ համար, գիտեք, բոլոր մարդկության գլխավոր նպատակը ակցենտը դրել է, որ մեր հոգիները փրկվեն ու հավիտենական կյանք ունենան։ Իր բժշկությունը մեր հոգիների բժշկությունն է, որ մենք կարողանանք հասկանանք, որ ինչպես էլ ապրենք, ինչպիսի մեծ կարողություններ ունենանք, ինչպիսի առողջություն ու ամեն ինչ էլ որ կարող ենք վայելել այս կյանքի մեջը, ուշ թե շուտ, Սողոմոնի մոտ պետք է ասենք, ունայնություն էս կյանքը։ Ու ոչ մի օգուտ չկա արևի երեսի, որովհետև ամեն ինչ անցողակ է։ Բայց հոգին հավիտենական է, իմ սիրելին, հոգին չի կարող մեռնել, ու դրա համար հոգու մահը միայն մի բան է, որ մարդը հավիտենական տանջանքի մեջ պետք է դժոխքում տանջվի անվերջանալի։ Ու Աստված ամեն ինչ արել է ու շարունակում է անել, որպեսզի այդ տանջանքները մարդը չընկնի։ Ցավոք սրտին մարդկանց վիճակը շատ վատ է։ Մենք այսօր կարդում ենք այս բանը, թե ինչպես էին մարդիկ Օվսանա գոռում, Օվսանա Դավիթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսանա բարձուկներում, գոռում էին, իրանք շորերն են գցում ամենաթանկ բաները ու իրանք պատրաստում էին, որպեսզի Հիսուսը գնա Երուսաղեմ, նստի գայի վրա եւ սկսի թագավորել։ Բայց նայեք ինչ կատարվեցավ։ Երբ որ Հիսուսը չնստեց գայի վրա, որովհետև Հիսուսի գլխավոր նպատակը ոչ թե Երուսաղեմում գայի վրա նստելն էր, այլ խաչի ճանապարհն էր։ Երբ որ ինքը չարեց այդ բաները, մարդիկ հիասթափված, մի քանի օրից հետո, ժողովուրդ, մի քանի օրից հետո, 4 օր, շատ երկար չտևեց։ Կիրակի օրը նրանք ընդունեցին Տիրոջը, Օվսանա ասեցին, ուրբաթ օրը Պիղատոսի առաջ գոռում էին, խաչիր դրան, արժանի չի ապրելու այստեղ։ Գիտեք ինչ ցավ է, որ մենք շատ անգամ մտածում ենք ու ասում ենք, որ այս ժողովուրդը, այս ինչ քարասիրտ ժողովուրդ է, այս ինչ անխելքություն արեցին։ Սկզբից Օվսանա ասեցին, հետո էլ խաչի գոռացին։ Ու ես նորից եմ հիշեցնում, երբ որ մարդիկ անգիտակցաբար, որովհետև հիշում եք, չէ՞ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինչ ասեց, հայր թողին նրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում, անգիտակցաբար գոռում էին խաչի դրան, պատկերացրեք, որ այդ մարդկանց մեծամասնությունը, որոնք որ այնտեղ խաչի դրան գոռում էին, մի քանի օր առաջ գոռում էին Օվսանա Դավիթի ոտուն։ Դրանից առաջ էլ Հիսուսի կյանքի մեջ հնարավոր է, շատ հնարավոր է, իրանք Հիսուսից ստացել են բժշկություն, վարդապետական դաստիարակություն, հնարավոր է մարդ կերկերներ, որ մեռելներից հարություն արած եղներ, կամ իր հարազատը հարություն արած եղնի, բայց այդ ամեն ինչը մոռանալով միայն մի բան կար, քահանապետները, դպիրները, փարիսեցիները ասեցին, գոռացեք խաչի դրան, ու իրանք անգիտակցաբար անում են այդ բանը։ Մենք կարող ենք դատապարտել նրանց, բայց եկեք այսօր մեր կյանքը նայենք, նորից եմ ասում, հեշտ է ուրիշի վրա մատնացույց անել ու ասել, այս ինչ վատն է, այս ինչ բաներ է անում, իսկ մենք ինչ ենք անում այսօր, որպես հավատացյալներ, մենք ամեն ինչ անում ենք Տիրոջ ուզածի պես, թե չէ։ Եթե մենք անկեղծ լինենք մեր կյանքին ու մեր արած գործողությանը, մենք պետք է գլխի կոր կանգնենք ու ասենք ոչ։ Գիտեք, ես վերջերս մի հատ հետաքրքիր քարոզ լսեցի, քարոզիչը մեջ բերեց մի հատ միտեղ
ուզում եմ կարդալ ձեր այդ տեղը ու ուզում եմ հարց տալ ինձ էլ ու ձեզ էլ արդյոք այդ բանը կատարվել է տեսեք ինչ է ասում Հովանու 17-րդ գլխի 4-րդ համարում քահանապետական քարոզ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հորն է դիմում իր քահանապետական քարոզով եւ այսպիսի խոսքեր է ասում Իոհաննես 17 գլава 4 ստիղ Ես քեզ փառավորեցի երկրի վրա այն գործը կատարեցի որ տվիր ինձ որ անեմ ու հետաքրքիր է քարոզիչին հարց տվեց ժողովուրդ իսկ դուք կարող եք այս աղոթքը անել թե չէ դուք կարող եք անկեղծ կանգնել Աստծո առաջ ու ասել ես քեզ փառավորեցի ու այն գործը որ ինձ տվել ես արեցի ես աշխարհի վրա համոզված եմ որ ոչ մենք այնքան բան կարող ենք անենք ու չենք անում մենք այնքան սխալներ ենք կյանքի մեջ գործում այնքան սայթակումներ ունենք մեր կյանքի մեջ մենակ այն մի բանը որ մենք տեսնում ենք որ եկեղեցին չի այնց ակտիվ աճում ինչպես որ պետք է աճի արդեն մենք պետք է ոչ թե Աստծուն մեղադրենք ով Աստված բա ինչի ժողովուրդ չես բերում ինքներս մեզ պետք է մեղադրենք չենք գնում ու մարդկանց չենք վկայություն տալիս չենք ասում մարդկանց դու հավիտենական կորուստի ես գնում ու վերջի վերջով եթե չգաս Տիրոջը եթե չգաս Քրիստոսին ու չընդունես նրան որպես քո անձնական փրկիչ դու դժոխքում պետք է հավիտենական ապրես ինչքան մարդիկ են մեռնում տեսեք ժողովուրդը պատերազմների մեջ այնպես միամիտ տեղ ոնց որ քիչ առաջ մենք ասեցինք մեր քրոջ եղբայրը երիտասարդ հասակում այդ ձևի այնքան մարդիկ են քիչ առաջ մեր քույրը ասեց որ 43 տարեկան մի կին որն որ առողջ աշխատանքից եկել էր տունը գնացել էր հարևանի մոտ կոֆե խմելու ու միամիտ տեղը տրոմբը խփեց ու մեռավ 43 տարեկան ժողովուրդ էդի ինձ համար երեխեն է իմ երեխեն համարյա քան է ու 43 տարեկան հասակում մարդը մեռնում է չգիտես ուր է գնում չգիտես թե վկայություն եղել է իր համար թե չէ ինչ որ մեկը նրա մասին վկայել է նրա համար վկայել է Քրիստոսի մասին թե չէ շատ անգամ երբ որ աղոթք ենք անում Տիրոջ խնդրում ենք ուղղակի Տեր օգնի մեզի որ ինչի համար որ մեզ կանչել ես այստեղ ինչի համար որ պահում ես դու գիտեք որ եթե Տիրոջ կամքը լիներ որ ասենք մենք փրկվելու համար մեզի պետք չէր որպեսզի այս կյանքում ես 30 տարի է համարյա 30 տարուց ավել կներեք տարի է ինչ որ այստեղ եմ գտնում մարդ կա որ կարող վկայություն տա որ 60-70 տարի ինչի պետք է այդքան տարի այստեղ ապրելու եթե ապաշխարելուց ու մկրտվելուց հետո միանգամից կթռնենք երկինք ու այս կյանքի դժվարությունները չենք քաշի բայց Տերը ինչի է թողնում մեզի որ մենք վայելենք այս կյանքը Միթե քրիստոնյան կարող է իրավունք ունի վայելելու այս կյանքը միայն նրա համար որ ինքը ապրում է այս կյանքի մեջ ուտում խմում զբոսնում է ու ձգտում է որպեսզի այս կյանքը վայելի լիովին չէ բայց Տերը թողել է մեզի որպեսզի մենք այն լուրը ինչ որ ստացանք որի միջոցով փրկություն ստացանք ընդունեցինք Տիրոջը կարողանանք ուրիշներին ներկայացնել անում ենք թե չէ Ցավոք սրտին ես իմ կողմից եմ ասում դուք էլ ձեր կողմից ասեք ամեն անգամ չի որ ստացումը ես չեմ կարող Տիրոջ նման աղոթք անել ու ասել ինչ էլ որ ինձ պատվիրեցիր ամեն ինչ 100% անում եմ ինչ որ մի բան բայց ոչ այն չափի ինչ որ կարող եմ անել շատ անգամ ես իմ տարիքի վրա եմ հիմնվում ասում եմ դե մեծ մարդ եմ արդեն ես այդքան չեմ կարող ինչ որ առաջ էի անում բայց ես գիտեմ որ կարող եմ անել ուղղակի մի անգամ ցավոք սրտին մարդկային ծույլությունը մարդկային այս հանգստությունը վերջի մտածելը որ անում եմ էլ ինչ որ մի բան էդի այնքան բավարարություն է տալի մարդուն ու հետո մտածում ես ու ասում ես բայց չէ որ Տերը ավելին է մեզանից ուզում Տերը արժանի է ավելին ժողովուրդ ինքը այն մի բան արեց որն որ մենք չէինք կարող անել ու եթե Տիրոջ զոհը չլիներ մեզանից յուրաքանչյուր արդեն դժոխքի փայ էինք Այսօր երբ որ մենք հույս ունենք հավիտենական կյանքի այսօր երբ որ մենք հասկանում ենք որ Տիրոջ ողորմությունով է որ մենք հույս ունենք հավիտենական կյանքի այդ Տերը արժանի է արդյոք որպեսզի իր մասին պատմենք ուրիշներին իհարկե արժանի է անում ենք թե չէ եկեք ամեն մեկս հարցնենք որովհետև շատ անգամ երբ որ մենք հասկանում ենք ինչ արեց Տերը ես մի անգամ եմ ուզում կրկնել ու խնդրում եմ որ հիշեք այդ բանը Տերը խաչի վրա մեր մեղքերը իր վրա վերցրեց երբ որ ինքը հիշում եք այն աղաղակը որ ասեց հայր իմ ինչի դեր ներողություն Աստված իմ ինչի թողեցիր ինձ
Հետաքրքիր է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը միջև այդ ոչ մի անգամ Աստծուն Աստված չի անվանել, միշտ Հայր էր անվանում, բայց այդ րոպեին ինքը որպես մարդ ու Աստված իրարից անջատված, մարդ եւ Աստված իրարից անջատված, ինքը դիմում է Աստծուն որպես Աստված ու ասում է. «Ինչի թողեցիր ինձի»։ Այդ սարսափելի բանը ինչ որ Հիսուս Քրիստոսի հետ կատարվեցավ, միլիարդավոր մարդկանց մեղքը իր վրա վերցնելով, շատ դժվար էր իր համար, բայց ինքը արեց այդ բանը ու վերջում արդեն երբ որ ասեց կատարվեցավ, ինքը ապացուցեց որ զոհ արդեն կատարվել է։ Եվ մենք մարդիկս հնարավորություն ունենք փրկությանը։ Սիրելի քույր եղբայր, եթե դու հասկանում ես, գոնե մի փոքր հասկանում ես, թե Տերը ինչ արեց, ես էլ ձեզ հետ միասին, ապա մենք պետք է մտածենք դրա մասին, թե ինչ ենք անում։ Ինքը մեր մեղքերը վերցրեց իր վրա եւ իր արդարությունը տվեց։ Այսօր, եթե որևէ մեկը երկինք մտնի մեզանից որևէ մեկը, գիտեցեք որ մեր արժանավորությունը ընդեր 0 է։ Ոչ մի արժանավորություն, միայն Հիսուս Քրիստոսի արժանավորությունը։ Երբ որ մենք կմտնենք երկինք, Աստված կնայի մեր վրա հագած Հիսուսի արդարությունը ու դրամը էլ մեզ կթողնա, եւ ոչ թե մեր անձնական արդարությունը։ Նայեք Հռոմեացուց թղթի մեջ ինչ է ասում Պողոս Արաքելը, հիանալի խոսքեր, որն որ մեզ հնարավորություն է տալի մտածելու։ Հռոմեացուց 4-րդ գլխի վերջի 23-25 համարը, այդ համարի վերջի համարներն եմ կարդում, որպեսզի մտածելու բան ունենանք մենք։ Ուրեմն Римлянам 4 глава 23-25 стихի։ Բայց ոչ միայն նրա համար գրվեցավ, թե նա նրան համարվեցավ արդարություն։ Աբրահամի մասին է խոսքը։ Այլ մեզ համար էլ, որ մեզ պիտի համարվի, որ հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարություն տարավ մեռելներից, որ մատնվեցավ մեր հանցանքների համար, ուշադիր լսեցեք, եւ հարություն արավ մեզ արդարացնելու համար։ Մյուս կիրագի կամ այս կիրագի ովքեր տոնում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր հարությունը, մենք գիտեցեք, որ այդ հարությունը կատարվեցավ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրին արդարացնելով հավիտենական կյանք ապարգևի։ Նա մեր մեղքերը վերցրեց ու մեզ արդարությունը տվեց, իր արդարությունը տվեց, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք։ Եկեք էլի մի երկու տեղ կարդամ ձեզ համար, որ նորից ապացուցենք, թե Տիրոջ կատարած փոխարինական զոհը заместительная смерть ինչ բերեց մարդկության այն մասի համար, ովքեր որ ընդունել են Տիրոջը որպես անձնական փրկիչ։ Առաջի Կորինթացոց 15-րդ գլխի 3-րդ համարը Ընտրում եմ ուշադիր լսեցեք։ 1 Կորինթյանам 15 глава 3 стих։ Որտեւ ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, Պողոսն է ասում, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ, քրքերի համար։ Գիտեք, երբ որ մենք գնում ենք վկայություն տալու մարդկանց, մենք պետք է ինքներս համոզված գիտենանք, որ ինչ էլ որ մարդկանց վկայում են Քրիստոսի մասին, մեր կյանքում արդեն եղել է։ Որ մարդիկ տենան ու լսեն, որ իրականում ես որ հիմի վկայություն եմ տալի Քրիստոսի, ինչպես Պողոսն է ասում է, որովհետև ես առաջուց այն տվի ձեզի, ինչ որ ինքս դեր առա։ Հենց առաջինը ես առա, հետո ձեզ տվեցի, որ Հիսուս Քրիստոս իմ մեղքերի համար մեռավ։ Մենք կարող ենք այդ բանը ասել, մենք կարող ենք վկայություն տալ, որ ըստ կրքերի Հիսուս Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ եւ ես որպես մեղավոր մարդ ընդունեցի Քրիստոսի զոհը, ինչպես իմ անձնական զոհ։ Նորից եմ ասում, եթե մենք ուղղակի գիտենք, որ 2000 տարի առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար, ոչինչ բան չի տալի մեզի։ Այդ գիտությունը մեզ ուղղակի շարունակում է տանել մեզ դեպի դժոխք։ Մինչև մենք չընդունենք Տիրոջ զոհը, ինչպես իմ անձնական զոհ, ոչ մի օգուտ չի բերի մեր կյանքի մեջ։ Դրա համար էլ Տերը օրհնի բոլորին, ովքեր որ արդեն ընդունել են, եւ Տերը օրհնի նրանց էլ, ովքեր որ չեն ընդունել, որ ընդունեն եւ կարողանան այդ զոհի միջոցով հավիտենական կյանքի հույս ունենալ։ Շատ կարևոր, շատ նշանակալի։ Մեր Պետրոս եղբայրը իր հանրային առաջի թղթի մեջ այսպես է ասում։ Առաջի Պետրոս 3 գլուխ 18 համարը։ Ընտրում եմ ուշադիր լսեցեք 1 Պետրա 3 глава 18 стих։ Որտեւ Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեցավ, այն ուշադիր լսեցեք, արդարը անարդարների վրա որ մեզ մոտեցնե Աստծուն, որ թեև մեռավ մարմնով, բայց կենդանի եղավ հոգով։
Տիրոջ գլխավոր նպատակը, որպեսզի մենք մեր կորցրած Աստծո հետ հարաբերությունը վերականգնենք։ Մեր բոլորիս կորցրած Ադամից սկսված, նորից եմ ասում, մենք կարող ենք Ադամին մեղադրել, ով Ադամ, քո մեղքով էր, որ մենք բոլորս մեղքի մեջ ընկանք, բայց հիշեցնում եմ մի կարևոր բան։ Հավիտենական դժոխքի մեջ, ովքեր որ կանգնեն հավիտենական դժոխքում, այնտեղ ոչ ոք Ադամին չի մեղադրի։ Ամեն մեկը գիտենա, որ ամեն մեկը դժոխքում հայտնվել է իր անձնական մեղքի համար։ Եվ այն անարգության համար, որ ինքը Տիրոջ զոհը չընդունելով այսօր հավիտենական տանջում է դժոխքի մեջ։ Շատ կարևոր նշանակություն է, սիրելի քույր եղբայրներ, սիրելի բարեկամներ, որ մենք մտածենք դրա մասին, որ մենք այսօր ունենք հնարավորություն փրկության։ Դու գիտեք այսօր բավականին մեծ քանակությամբ ուսմունքներ կան, մենք մենակ մի երկու ուսմունք գիտենք, բայց գիտեցեք որ դրանք շատ են, որոնք որ առարկում են դժոխքի ընդհանրապես գոյության մասին։ Ասում են ինչ դժոխք, ինչ բան, դուք չեք կարդացել, որ Աստված սեր է։ Այդ սիրող Աստված ինչպես կարող է մարդուն գցել դժոխքի մեջ։ Ու հետո նայել ամբողջ հավիտենականության մեջ, թե ինչպես է մարդը տանջվում։ Դա արդյոք սեր է, թե չէ։ Բայց արեք մի կարևոր բան ասենք։ Նախ Քրիստոսի զոհը ինչից է մեզ փրկում։ Հետո էլ մտածենք դրա մասին։ Ով է մեզ գցում դժոխքում։ Աստված է գցում մեզ դժոխքում։ Ընդհակառակը, եթե Աստված գցեր դժոխքում, ինքը ընդհանրապես այս գործողությունը չէր կատարի։ Իրան պետք է գալ այս ֆիզիկական կյանքի մեջ, իրան ունայնացնել, որպեսզի մարդկության կերպարի մեջ մտնել։ Իրան պետք էր, որպեսզի ինքը անասունների փառախում ծնվեր կամ ապրեր աղքատ ընտանիքի մեջ։ Իրան պետք էր, որպեսզի ծառայության ժամանակ այդքան անարքանքներ ստանալ։ Պետք էր իր համը փառքի մեջ նստած էր ու ոչ մի կարիք չուներ ոչ մի բան։ Ինչի եկավ Տերը այստեղ, որպեսզի մենք կարողանանք հավիտենական կյանք ունենանք, որպեսզի մեր տեղը մեռնելով իր արդարությունը մեզ տալով մեզ հավիտենական կյանք պարգևի։ Այսինքն մենք պետք է պատկերացնենք այսպիսի պատկեր։ Տերը կանգնած է դժոխքի դրան ճանապարհի վրա ու ձեռքերը պարզած ասում է՝ մի գնա այնտեղ։ Ինչ է անում մարդը։ Տիրոջը մի կողմա քաշում, ասում է՝ քո գործը չի, ուր ուզում եմ գնում եմ։ Գիտեք, այսօր շատ մարդիկ կան, որոնք որ ընդունում են որ դժոխք կա եւ Տիրոջ մեղադրում են իր քարասրտության համար։ Այդ Տերը ինչ քարասիրտ անձնավորությունը։ Հասկանալի է Գիտլերը, հասկանալի է Ներոնը, հասկանալի է Նապոլեոնը, մյուսները, որոնք որ միլիոնավոր մարդկանց կյանքն են զրկել։ Իրանք եթե դժոխքում վարեն, արժանի են։ Այդտեղ մենք մտածում։ Բայց այն հասարակ մարդը, որն որ ուղղակի չէր ընդունել Քրիստոսին, ուղղակի ապրում էր այս կյանքի մեջ, մեղքի կյանքի մեջ ու մտածում էր, բարոյական ճիշտ կյանքով էր ապրում, բայց մեղավոր կյանքով էր ապրում։ Այն մարդը ինչ է արել, որ դրան դժոխքում պետք է հավիտենական տանջանքի մեջ գցել։ Հավատացեք ինձ, որ ով էլ որ դժոխքում կլինի, Աստված չանի, եթե որևէ մեկը մեզանից այնտեղ ընկնի, որևէ մեկը Աստծուն չի մեղադրի, այնտեղ արդեն ամեն ինչ բացված կերնի։ Ամեն մարդ կարողանա հասկանա, ինչպես հարուստը, հիշում եք, չէ՞, Աբրահամի գոքին նստած Ղազարոսին տեսավ ու չսկսեց բողոքել. «Հայր Աբրահամ, ես ինչ գործ ունեի այստեղ։ Ինչ գործ ունեմ այստեղ, ինձ համար ապրում է, էլի, վայելում է այս կյանքը, քեֆ էի քաշում, այս Ղազարոսն էլ իմ սեղանի փչրանքներով էր կերակրվում»։ Բայց հիմա ես դա դժոխքում վարվում եմ։ Չէ, դեն չասեց, գիտեք, ինքը ասեց, Տեր, արդեն հասկանալով, որ ինքը արժանի է դժոխքի մեջ եղնելու, ինքը ուղղակի խնդրեց, այնտեղ 5 աղբեր ունեմ։ Գնա իրանց էլ, թող իրանք կարոզեն, Ղազարոսին ուղարկի, որպեսզի նրանք չգան այստեղ, որտեղ որ ես եմ։ Որտեղ գիտակցում էր, որ եթե իր 5 աղբերները նույն կյանքով ապրեն, իրանք դժոխքում պետք է հավիտենական հայտնվեն։ Սիրելի քույր եղբայր, Աստված ոչ մեկին չի ուզում հավիտենական կորստի։ Ինքը ամեն ինչ արել է, որպեսզի մարդը հավիտենական կորստից ազատի, բայց մարդը ինքն է որոշում։ Մենք մի արարածներ ենք, մարդիկս մի արարածներ ենք, որտեղ որ Աստված ազատ կամք է տվել։ Որոշումը մենք ենք անում։ Ու երբ որ այսօր մենք որոշել ենք, որ Տիրոջ հետ միասին պետք է հավիտենականություն ապրենք, երանելի ենք մենք, գիտեք ինչի համար, որովհետև եթե իրականում մենք թողնելով այս աշխարհի հաճույքները, այն կարևոր բաները Տիրոջ համար մի անգամ հալածում ենք, մի անգամ մարդկանց կողմից անպատվելի բան ենք առարկա ենք դառնում,
Ուրեմն երանելի ենք մենք ինչի համար, որովհետև մենք ճիշտ ճանապարհի վրա ենք գտնվում։ Բայց մի կարևոր բան կա, էդի կասեմ ու վերջացնեմ, որպեսզի ամեն մեկս մտածենք մեր կյանքի մասին։ Եթե այսօր անհավատ, անաստված աշխարհը գնում է դեպի հավիտենական կորստի, պարզ է, որովհետև անհավատության պատճառով է մարդիկ գնում։ Բայց ուզում եմ զգուշացնել յուրաքանչյուր հավատացյալի համար, ովքեր որ իրանց կյանքի մեջ կատարել են այն կարևոր գործերը, ապաշխարել, մկրտվել եւ Տիրոջ եկեղեցու անդամ են դարել ու սպասում են Տիրոջ գալուն։ Մենք ունենք, շարունակում ենք ունենալ այն վտանգը, որն որ Աստվածանից հեռանալով վտանգ է։ Գիտեք, մենք ապրում ենք մի աշխարհի մեջ, մի մարդկանցով շրջապատված, որտեղ որ մեղքը այն աշճանի է եռում, ոչ թե էփվում է, եռում է, որ մենք ամեն քայլափոխի վրա, ամեն տեղ տանը միջև անգամ շատ մարդիկ, ովքեր որ անհավատ հարազատներ ունեն, ու դուրսը ամեն անգամ դուրս գալով մենք առնչվում ենք այդ մեղքի հետ։ Մեղքը մեր տան մեջ կա, մի հեռուստացույցը միացրու, կոմպյուտերը միացրու, համակարգիչը, ամենտեղ մեղք կա։ Ու մենք պետք է գիտենանք, որ վտանգը մեղքի միջոցով Աստվածանից հեռանալը միշտ կա, միշտ կա։ Դրա համար գիտեք, Եբրայեցուց թղթի հեղինակը, երբ որ գրում էր այն հրեաներին, որոնք որ քրիստոնյա դառնալուց հետո տեսան որ ոչի բան չի ստացվում, հալածանքներ կա, այնտեղ լավ էր, իսկ այստեղ հալածանքները որոշեցին վերադառնալ։ Նայեք ինչ է ասում Եբրայեցուց թղթի հեղինակը։ Մեզ էլ է վերաբերում, սիրելի քույր եղբայրներ, որպեսզի մենք զգույշ եղնենք ու կարողանանք մտածենք։ Տիրոջ զոհը շատ երանելի բան է, բայց ինչ կարող է բերի անհետեցությունը, ինչ կարող է բերի անիմաստությունը, այս համարները մեզ ներկայացնում է։ Եբրայեցուց 10-րդ գլուխ 26 համարից 20։ Римляне ներողություն, Евреям 10 глава 26 стиха начиная. Որտեղ եթե մենք ճշմարտության գիտությունը ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքերի համար զոհ չի մնում, այլ դատաստանի ահավոր սպասելը եւ կրակի զառույթը, որ հակառակողիներին կլափե։ Մեկը, որ Մովսեսի օրենքն անարգում էր, առանց ողորմության 2 կամ 3 վկայի խոսքովը մեռնում էր։ Էլ որքան ավելի, շատ լսեցեք, կարծում եք սաստիկ պատիժ կարժանանա նա, որ Աստծո որդուն ոտքի տակ կոխեց եւ ուխտի արյունը պիծ համարեց, որով նա սրբվեցավ եւ շնորհքի հոգուն նախատեց։ Ելեմ ասում, երանելի ենք մենք, ովքեր որ օրեից մի օր համաձայնվեցինք Աստծո խոսքի հետ, ընդունեցինք Տիրոջը, որպես մեր անձնական փրկիչ ու տարիների ընթացքում քայլում ենք։ Բայց անզգուշությունը գիտեք ինչ կարող է բերել։ Երբ որ մենք, ինչպես այս մարդիկ, Տիրոջ արյունը պիղծ կհամարեն, երբ որ մենք այն զոհը, որն որ Տերը կատարեց մեր փոխարեն մեռնելով, հեչ կհամարենք։ Երբ որ մենք կնախատենք Սուրբ Հոգուն, թե այդ ուր բերեցին մեզի, մեզ համար ապրում ենք էլի կարգին, նորմալ, վայելում ենք այս կյանքը, ու եկանք սեղ մի անգամ նեղություններ ենք կրում։ Սիրելի քույր եղբայրներ, այդ վտանգը ամեն մեկի հետ է։ Դուք գիտեք որ ցավոք սրտին մեր եկեղեցում էլ շատ մարդիկ կան, որոնք որ եկել են, ապաշխարել են, մկրտվել են, տարիների ընթացքում հնարավոր է եկեղեցու մեջ քայլել են, բայց հիմա աշխարհի մեջ են գտնում։ Ես նրանց մասին չեմ ասում, որ իրանք կորած են արդեն։ Բայց նրանց վտանգը ավելի շատ է, ու մենք որպես հավատացյալներ, մենք էլ պետք է մտածենք, որ այդ վտանգը մեզ վրա էլ կա։ Մենք էլ կարող ենք այդ քայլը անել։ Եթե մեր կյանքի մեջ մի քանի կարևոր բաներ կասեմ ու դրանով կվերջացնեմ։ Եկեղեցու ծառայությունների մասնակցելը մատների արանքով նայենք։ Այսօր չեմ գնա, ինչ կա որ աշխարհը չի շուր գա։ Գիրք կարդալը, Աստծո խոսքը կարդալը բանի տեղ չդնենք։ Արդեն ամեն ինչ գիտեմ, էլ ինչ կարդամ։ Ինչ որ կարդալու եմ, ամեն ինչ գիտեմ ու շատ անգամ շատ մարդկանց կողմից ասում են որ անգիր գիտեմ ինչև անգամ։ Աղոթքների պակասությունը։ Տիրոջ ներկայության բացակայությունը մարդու կյանքի մեջ։ Յակա, յա չկա, քիչ առաջ կար, հիմա էլ չկա։ Եվ ուրիշ շատ բաներ, որ
մարդը կարող է մատների արանքով նայելով ասի դա հեչ, կարևորը ես ապաշխարել ու մկրտվել եմ, կարևորը ես արդեն երկար տարիներ եկեղեցու անդամ եմ։ Սիրելի քույր եղբայր, միք չարաշահեք այն ողորմությունը, որ Աստված մեր հանդեպ ունի։ Չշարաչայենք, այլ ամեն ինչ անենք այնպես, որպեսզի Տիրոջ անունը փառավորի, ինչպես եկեղեցում, այնպես էլ եկեղեցուց դուրս, անհավատ ու անաստված աշխարհում։ Ու այն ժամանակ Տիրոջ առաջնորդությունը միշտ կեղնի մեզ հետ, ու այն ժամանակ Եբրայեցուց թղթի հեղինակի այս խոսքերը մեզ չեն վերաբերում։ Այլ մենք կապրենք ու օրերից մի օր կամ կննջենք ու հետո հարություն կառնենք հավիտենական կյանք ժառանգելու համար, կամ կփոխվենք ու Տիրոջ հետ միասին հավիտյանս կլինենք։ Տերը թող բոլորիս օրհնի, թող միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից, ամին։